Այսօր մեր վարչապետի թեզը դա խաղաղությունն է։ Լավ էսպես թեզա բռնենք։ Ես ուզում եմ ասեմ ինչա լինելու իրականում նորից ձեզ բոլորիդ։ Հայաստանը ոչնչանալու է։ Եթե մենք գնացինք եւ թողեցինք ընտրությունների ժամանակ այսօրվա վարչակազմի սա խայտարակություն արնել։ Ցավոք սրտի պետք է ասեմ ընդդիմությունն էլ այնպես չի որ կա։ Այն ինչ որ հայտարարել են, որ իրանք մտնում են ընտրության մեջ եւ գալիս են պաշտոնի եւ այլն։ Այս 3 օրը զոհված ազատամարտիկի ծնողի եւ անհայտ կորած զինվորի եղբորը այդ նույն մարդն է տանում են, բերում են, ինչ-որ անդեմ մի հատ կներեք թքող ազնվորության հասցեին ինչ-որ բան ասել ու ոչ մի ընդդիմություն այդքան կոչերից հետո նույնիսկ չխոսացին իշխանությունը խոսում էր, հա, իր կողմից խոսում էր, ճղում էր իրան, բայց մեր ընդդիմությունը մի բառ էլ չխոսացին։ Ինչ ասեմ, ամոթ ձեզ, դուք ընդդիմություն չեք։ Դուք ընդհանրեն եկել եք ձեր հարցերը լուծեք, իսկ Հայաստանը պետք է բերել են վիճակի, որ մենք կարողանանք ազատ հանգիստ ապրենք։ Դուք ոնց որ թե նրա համար չեք, որ պաշտպանեք հասարակ քաղաքացուն, ոնց որ չի պաշտպանում եւ դրա մասին հայտարարում այսօրվա վարչապետը։ Այս պահին, քանի դաշտը նայում են, չկա մի բան, որի համար գնաց ցենտես։ Չկա։ Նորից եմ կրկնում։ Մարդուն ընդամենը խոսալու համար բռնե տանում են։ Դատում են, կոչ են անում։ Դե մի բառ խոսացեք, լավ չեք ուզում գաք դատարանի մոտ։ Ինչա, պետք է փողով մեկը լինի, որ գնաք հավաքվեք։ Գրպանները փողոտ տղա լինի, որ գնաք հավաքվեք դատարանի մոտ պաշտպանեք այդ անձին։ Մենք դի պաշտպանենք հասարակ մարդուց, գյուղացուց սկսած։ Այն հարուստները իրանք իրար լավ էլ իրանք իրանց կպաշտպանեն, դրանց հետ գործ չունեք։ Ոչ մի հարուստի չի հաջողվել նստացնել երկար ժամանակ։ Չի հաջողվել մեր երկրում ու չի հաջողվելու։ Ես նորից եմ կրկնում։ Մենք մտնում ենք ընտրությունների մեջ, ես առաջարկում եմ ամբողջ ընդդիմությանը, եթե ասում եք միավորում, ուրեմն մի նայեք, էսի սրա մարդն է, էսի սրա մարդն է, էսի սրան օգուտ կտա որ գնամ, ուրեմն պայքարեք հանուն երկրի։ Շնորհակալություն։